Վիճակի չենք այդքան հաշվապաներին վճարել։ Հաշվապաների օրենքն էլ չեղարկեն, որովհետև դա կախված է մեզանից, միայն մեզանից։ Իրանք կմուծեն 50-60%, բայց մենք պարտավոր ենք իրանց վճարենք, որ իրանք մուծեն։ Բնականաբար իրանց ծախսերը, իրանք գիշեր-ցերեկ աշխատում են։ Ես հաշվապաների դեմ ոչինչ չունեմ։ Գիշեր-ցերեկ աշխատում են։ Հիմա մի հատ գույքագրում անենք։ Իրանք 2 ժամվա փոխարեն 12 ժամ են աշխատելու։ Եթե մի հատ անցնենք այնտես դաշտ 12 ժամվա փոխարեն 30 ժամ են աշխատելու։ Անմե մեկից մենք եթե անցնենք այնտես դաշտ, մի հաշվապան մի այնտես է կարողանալ լավագույն դեպքում գիշեր-ցերեկ չկնի իր գումարի համար 2 այնտես է կարողանալու հաշվարկի։ Մենք ի վիճակի չենք վարձատրելու, որ իրանք էլ ես իմ քանի տոկոս պետությանը տան։ Ոչ, աղքատության շեմ ենք նվազացրել։ Մենք հաշվապաները, իրավաբանների գինը խեք այդքան բարձրացնում, որ մենք էլի վիճակի չլինենք դատարան դիմենք։ Միևնույն է, ձեր մոտ դատարանները 7-ից 8 տարի տևում է, արդեն հասանելի չի։ Այնքան հարցեր կա, որ նայում ես 4-500 հազարը, ամենայն ազնվությամբ ես ասեմ 500 հազարը մեր սովորական միջին աշխատողի համար մեծ գումար է, բայց երբ որ մտածում ա, որ գիտեք ինչ, իրավաբանի պետք է դիմի այսքանը տա, ասում ա լավ տամ, որ 1 միլիոնը չտուգանվեմ, որ 1 միլիոնը չտուգանվեմ, բայց եթե հիմա այդ 500 հազարը դառնա 2 միլիոն, օրինակ 3 միլիոն, 4-5 տարի ձգվող դատեր են, 2 միլիոն, 3 միլիոն, քաղաքացին չի կարալու տա, այսինքն իրանք ամեն ինչ անում են, որ մեզ միջև վերջ, մեր ծնողներից ժառանգածը կորցնենք, մենք, հաշվապաները, իրավաբանները, իրանք ուզում են ամեն ինչը վերցնեն իրանց, վերցրել են, ես ուղղակի մի հատ բան եմ էլի ուզում խնդրեմ ձեզ, մի հատ փաստացի հարցրեք էլի կառավարությանը, ոնց կարա, ինչ որ մի նարեկ էր, 8 սուպերմարկետ բացի 160 հատ, 160 հատ նրա հետևից չգնան, մեր քնձռոտ մի հատ խանութը, որ չի ծաղկե, ոչ է կարողանում ենք նորմալ ռեմոնտ անենք, մեր հետևից ամեն օր գան կարելի է, արդեն ես գիտեմ, քաղաքացիներ, որոնց խանութները մտել են, այն կարգի են տուգան է, որ մարդիկ իրանց տուն, տեղ, ամեն ինչ վաճառում են, ես արդեն իմ շրջապատում 2-3 հոգի տենց գիտեմ, որ իրանց ծնողներից ժառանգած տուն են, ես վախենում եմ հունիսի 1-ից մենք էլ ենք տենց լինելու, ամենայն ազնվությամբ, որ հասնի այդ կետը ուրիշ բան չեն կալու, բայց ես չեմ ուզում իմ երկրից էտամ, ձեր նման մարդիկ պետք է կանգնեն մեր կողքին, որ կարողանանք պայքարենք, հայրենիք ա մեզ պետք։